Օգոստոսի 7-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի եւ ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը, նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 1833 դեպք, շուրջ 20.9%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նվազել են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 39.3, սեփականության դեմ ուղղվածները 23.5, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 41.3%-ով։ Միաժամանակ 81.5%-ով աճել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Սպանության փորձերը նվազել են 7.7, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները 18.2%-ով։ Նվազել են նաեւ բնակարանային գողության եւ խարդախության դեպքերը։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում արձանագրվել է հանցագործության 1184 դեպք, 3.2%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 15.3, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղվածները 22.3%-ով։ Աճել են ընտանեկան բռնության դեպքերն ու անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Նուբարաշենի բաժնում գրանցվել է հանցագործության 128 դեպք, նախորդ տարվա 50-ի դիմաց։ Նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, բացահայտման ցուցանիշը կազմել է 81.3%։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում արձանագրվել է հանցագործության 817 դեպք, 21%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հասարակական անվտանգության, կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 88.5%-ով, մինչդեռ մարդու դեմ ուղղվածները նվազել են 22.6, սեփականության դեմ ուղղվածները 17.8%-ով։ 1553 հանցագործության դեպք է գրանցվել համայնքային ոստիկանության կենտրոնականի բաժնում, 44.4%-ով պակաս նախորդ տարվա համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 78.7, սեփականության դեմ ուղղվածները 50.6, տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 49.2%-ով։ Մարաշի բաժնում գրանցվել է հանցագործության 357 դեպք, 38.9%-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 81.5%-ով։ Աճել են նաեւ ընտանեկան բռնության դեպքերը, անչափահասների կողմից եւ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Արաբգիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Գրանցվել է հանցագործության 968 դեպք, բացահայտվել 605 կամ 62.5%-ը։ Նվազել են սեփականության, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել ընտանեկան բռնության դեպքերը։ Մալաթիայի բաժնում արձանագրվել է հանցագործության 501 դեպք, 21.9%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են սեփականության, նվազել մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 80.4%, նախորդ տարվա 70.3-ի դիմաց։ Նոր-Նորքի բաժնում գրանցվել է հանցագործության 610 դեպք, բացահայտվել 493-ը կամ 80.8%-ը։ Նվազել են տնտեսական գործունեության եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել ընտանեկան բռնության դեպքերը։ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում արձանագրվել է հանցագործության 263 դեպք, բացահայտվել 78.3%-ը։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 49, սեփականության դեմ ուղղվածները 37, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղվածները 74.2%-ով։ Մաշտոցի բաժնում արձանագրված հանցագործության 467 դեպքից բացահայտվել է 326-ը, 69.8%-ը։ Աճել են սեփականության, նվազել մարդու դեմ ուղղված հանցագործությունները, ընտանեկան բռնության դեպքերը նույնպես աճել են։ Դավթաշենի բաժնում արձանագրված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 48.8%-ով։ 302 դեպքից բացահայտվել է 227-ը կամ 75.2%-ը։ Ընտանեկան բռնության դեպքերը նվազել են։ Քանաքեռ-Զեյթունի բաժնում 80.9%-ով նվազել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Արձանագրվել է 446 դեպք, բացահայտվել 296-ը։ Աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Համայնքային ոստիկանության մետրոպոլիտենի բաժնում արձանագրվել է հանցագործության 22 դեպք, 29%-ով պակաս նախորդ տարվա համեմատ, նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Զվարթնոց օդանավակայանի բաժնում մարդու դեմ ուղղված հանցագործության դեպք չի արձանագրվել, 92 դեպքից բացահայտվել է 78-ը կամ 84.8%, աճել են սեփականության, նվազել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները 1336 հանցագործության դեպք են բացահայտել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 55-ով ավելի։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 129174 արձանագրություն։ Մայրաքաղաքում թեև աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն դրանց հետևանքով զոհերի եւ վիրավորների թիվը նվազել է։ Ոստիկանության գվարդիայի Երևանի ստորաբաժանումներն առաջին կիսամյակի ընթացքում օբյեկտների պահպանության, հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, ընդգծել, որ չնայած մի շարք հանցատեսակներով արձանագրված դրական միտումներին, առանձին ուղղություններով աշխատանքի արդյունքները գոհացուցիչ չեն։ Նախարարը խիստ հանձնարարական է տվել ներքին գործերի նախարարության, ոստիկանության ղեկավարությանը ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքները, հետագա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։ Ընդգծելով, որ մայրաքաղաքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է, Սարգսյանը այդուհանդերձ մտահոգիչ է համարել հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Նախարարը հանձնարարել է բացահայտման աշխատանքներին զուգահեռ վերլուծել դրանց առաջացման պատճառները եւ կանխարգելման ուղղությամբ իրականացնել թիրախային ու հետեւողական աշխատանք։ Արփինե Սարգսյանն ընդգծել է Ապօյնի զենք զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ակտիվացման, նպատակային աշխատանքների եւ խոզարկությունների անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը եւ հնարավոր հետևանքների կանխման նպատակով սերտացնել ստորաբաժանումների միջև համագործակցությունը։ Անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, նախարարը կարևորել է բնակարանային գողությունների նվազման միտումը եւ ընդգծել, որ անհրաժեշտ է ապահովել կանխարգելիչ աշխատանքի շարունակականությունը։ Միաժամանակ շեշտվել է, որ անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել տրանսպորտային միջոցներից կատարվող գողություններին։ Հանձնարարականներ են տրվել նաեւ ակտիվացնել խարդախությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, թմրամիջոցների ապօյնի շրջանառության, անձի դեմ ուղղված առանձին հանցատեսակների կանխման եւ բացահայտման աշխատանքները։ Առանձնակի ուշադրություն է հրավիրվել նաեւ ստորաբաժանումներում բարոյահոգեբանական վիճակին, ծառայողական կարգապահությանը եւ քաղաքացիների հետ պատշաճ հաղորդակցությանը։ Ղեկավարներին հանձնարարվել է նշված ուղղությունները պահել մշտական հսկողության ներքո։ Դրական է գնահատվել 2026 թվականի առաջին կիսամյակում Երևանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի եւ վիրավորների թվի նվազումը։ Դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ հանցագործությունների կանխման ու բացահայտման աշխատանքներում անհրաժեշտ է ապահովել ոստիկանության գվարդիայի ակտիվ ներգրավվածությունը։